Խառը ժամանակներն ավարտվեցին, հիմա հերթը հասել է պատժելուն։ Քանի որ իմ ծառաներն ու բոլոր տեսակի հրեշտակներն ու պաշտպանները կատարյալ լավ են պատկերացնում ու կատարում իրենց գործը, ես կարող եմ հանգիստ լինել, ինձ նեղողները հաստատ օր ու արև չեն տեսնի։ Դե համ էլ փորձ էդ ասում, չէ՞։ Օրինակ այս շաբաթ հիշեցին, որ անցյալ տարի ու այս վերջերս ինձ լուր տվողների վրա ձեռք բարձրացնողներից մի երկուսին պետք է հիշել, չնայած խորհուրդ էին տվել մոռանալ։ Բայց դե ամենածանր հարվածը ասավ այն դաժան հրեշտակին, ով իր մասին պատմությունները չի թողնում, որ հնանան։ Բայց ես մի տեսակ ավելի վերևներից եմ նեխացի հոտ առնում, կարող է շոքը։ Ո՞վ է մեզ դասավորացել։ Ինքը։ Ներսում բոլոր հարցերը լուծելուց հետո այն խեղճ մարդը էլի վազեց հյուսիս, մեծ եղբոր մոտ։ Մեծ եղբայրն էլ արդեն ագրեսիվ հարևանից տանը չայը խմել էր, թարմացել էր ու հետ էր գնացել։ Ասում են, թե ազատ անկախ մասնիկներից հարցերով են խոսելու, բայց այդ մասին ինձ կես բառ չասացին։ Մնացածը նույն երգն էր, մենակ թե մի բան պարզ չէ։ Ինձ որ խաբում եք, մի կերպ հասկանում եմ, բայց հյուսիսի մեծ եղբորն ինչ եք թարս բուսած թվեր ասում, այդ մարդն էլ կրկնում է, թե ես ինչքան եմ աճել։ Քանի հյուսիսում փորձում էր հարցեր լուծել, ձեռի հետ էլ իմ անվտանգությամբ օր ու գիշեր տառապողների ժողովը քանդեց, ասեց պետք չի։ Ասում է ավելի լավ է գան ինձ մոտ, որ դատարկ խոսելու տեղը որոշում կայացնեն։ Գիտեք, ձեր կայացրած որոշումներից դեռ ինձ անվտանգ երբեք չեմ զգացել։ Իզուր մի տանջվեք, բան չեք փոխելու։ Համ էլ երևի շատ եք օգնել, գնացեք հանգստանալու։ Օրինակ Բրազիլիա։ Հա վայ, գնացել է արդեն։ Բրազիլիա են գնացել նաև իմ ուժեղները, որ մրցեն աշխարհի բոլոր ուժեղների հետ։ Ասում են, այս օրերին չպետք է իրար թթու խոսք ասել, կռվել, պետք է խաղալ։ Ես էլ նստած նայում եմ, թե ոնց են խաղում, ուժեղ մասնիկներս հեչ էլ վատ չեն։ Դե հուսով եմ 20 տարի դադարից հետո այս տարի նորից գոնե ոսկի կտեսնեմ։ Ախր արժանի եմ, չէ՞։